Հունվարի 1-ից էլեկտրոմոբիլներ ներմուծողները դարձյալ արտոնություն կստանան։ 2026 թվականի ընթացքում առանց մաքսատուրք վճարելու Հայաստան կարող է ներկրվել 15,000 էլեկտրոմոբիլ, այդ թվում հիբրիդային։ Այս մասին առաջինը խոսեց Գևորգ Պապոյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց հետո։ Այդ մեքենաների համար դուք նաև չեք վճարելու ավելացված արժեքի հարկ։ Քվոտան վերաբերում է 2024, 25 և 26 թվականների արտադրության էլեկտրոմոբիլներին։ Մեքենաների մի մասը կբաշխվի դիլերների, մյուս մասը ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև։ Եթե քաղաքացիներն արդեն պատվիրել են մեքենաներ, նրանք մեկ ամիս հնարավորություն կունենան դրանք ներմուծել առանց ավելացված արժեքի հարկի, սա անկախ մեքենայի արտադրման տարեթվից։ Եթե 22 կամ 21 կամ 20 թվականի մեքենա է ներմուծում հունվարի 17-ին, նորից ավելացված արժեքի հարկից ազատում կլինի։ Փետրվարից սկսած ողջ 2026 թվականի ընթացքում առանց ավելացված արժեքի հարկի կներմուծվի 2024, 25 և 26 թվականների արտադրության ցանկացած էլեկտրոմոբիլ։ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը ողջունում է կառավարության որոշումը, բայց կարևորում դրան չհագործման ավարտից հետո մարտկոցների անվտանգ հավաքումն ու վերամշակումը։ Եթե մենք չունենանք այն մեխանիզմները, որոնք որ կնվազեցնեն կամ նվազագույնի կհասցնեն այն էկոլոգիական ռիսկերը, որը նա կարող է բերել, ապա դա նշանակում է, որ միտեղից մենք մաքրում ենք և մյուս տեղը սկսում ենք աղտոտել, հա։ 15,000 էլեկտրական մեքենաների ներկրման դեպքում 2026 թվականին մոտավոր հաշվարկով Հայաստան կարող է հասնել 4875 տոննա մարտկոց։ Այս մարտկոցներում առկա են լիթիում, կոբալտ, նիկել և մանգան, որոնք կարող են աղտոտել հողը, ջուրն ու օդը և վնասել մարդկանց առողջությունը։ Դուլգարյանի խոսքով անհրաժեշտ է խնդիրների կանխարգելման քաղաքականություն վարել։ Ես այս պահին չգիտեմ, թե ինչ պայմաններով են ներկրվելու Հայաստան տվյալ մեքենաները, բայց օրինակ կարա լինի օրենք, որը որ պարտադրում է, որպեսզի հենց տվյալ ակումուլյատորները ներկրողները տվյալ երկրի տարածքում իրենք նաև տեր կանգնեն իրաց ակումուլյատորներն, դրանց ուտիլիզացման կամ ասենք վնասակարության, ասենք ազդեցության չեզոքացման համար։ Արտոնություններին վերաբերող նախագիծը 3 քննարկվել էր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում և ներառված է այսօր մեկնարկած ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում։ Հանձնաժողովում մարտկոցների ուտիլիզացիայի թեմայով ոչ մի հարց չհնչեց։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանին օրինակ հետաքրքրում էին ժամկետները։ Հիմա պարզ բան, մեր սահմանը հատելը բոլորը գիտեն, չէ՞, երբ որ այդ ավտոմեքենան հասնում է սահմանի մեր կետ եւ հատում է սահմանը։ Սա է ժամկետի հաշվարկի հիմքը, թե երբ որ մարդը իր թղթերով գնում է այդ ձեր ասած մաքսազերծումն անի, օրինակ ներմուծել է մեքենան, գնում է անհատը, որ այդ մաքսազերծումն անի։ Հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրենքի նախագծից մեջ բերեց, որը սակայն ըստ Ավետիսյանի իր հարցին չէր պատասխանում։ Մի շարք երկրներում Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ճապոնիա և ԱՄՆ գործում են մարտկոցների ուտիլիզացիայի գործարաններ, ինչը թույլ է տալիս վերականգնել թանկարժեք մետաղները և նվազեցնել շրջակա միջավայրին վնասը։ Հայաստանում նման գործարաններ չկան։ Դուլգարյանի խոսքով հնարավոր լուծում է, որ մասնավոր ընկերությունները մարտկոցները գնեն և արտահանեն այն երկրներ, որտեղ կան այդպիսիք։ Եթե լինի օրենսդրություն, ապա օրենքը կխրախուսի, որպեսզի նման ընկերություններ ստեղծվեն, այսպես ասած, որոնք որ կզբաղվեն նման ակումուլյատորների պահեստավորման եւ հետագայում արտահանման դեպի այն երկրներ եւ գործարաններ, որտեղ նրանք կարող են վերամշակվել։ Մինչ կառավարությունը բնապահպանական սպասվող օգուտն է մատնանշում որպես էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունների հիմք, մասնագետներն արձանագրում են, անհրաժեշտ է նախապես մտածել հնարավոր ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ։